Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն կրկին իր բոլոր ունկնդիրներին, մեր բոլոր հետևորդներին հրավիրում է հերթական ծրագիրը դիտելու։ Իդեպ ասեմ, որ մենք մեր հետևորդներից շատ գոհ ենք եւ արդեն դուք էլ գիտեք, որ մեր հետևորդների թիվը անցել է 11,000-ի սահմանը, մեկ ամսում դա ռեկորդային ցուցանիշ է YouTube-յան ալիքի համար։ Գիտեք, շատ ցավում եմ իհարկե, որ մենք կորցրինք մի այնպիսի հեռուստաալիք, խոսքը բաց TV-ի մասին է, որտեղ 187,000 հետևորդ ունեինք։ Հիմա ես ուզում եմ մեկ անգամ էլ կոչ անել մեր բոլոր նախկին հետևորդներին միանալ Փակ TV-ին, որովհետև Փակ TV-ն է ձեր այն հիմնական հեռուստաալիքը, որտեղ դուք տարիներ շարունակ ստացել եք ձեզ ուզող հարցերի պատասխանը։ Այնպես որ հույս ունեմ, որ օրեցօր մեր հետևորդների թիվը կավելանա եւ մենք նորից կկարողանանք բազմահազարանոց այսպես հետևորդների հզոր բանակ ստեղծել, որոնց հետ էլ կշարժվենք առաջ։ Սիրելի բարեկամներ, իհարկե մեկ անգամ էլ շնորհակալ ենք այն բոլոր աջակցությունների համար, որ դուք մեզ ցույց եք տալիս եւ դրա հիմնական իհարկե արդյունքը այն է, որ մեր կոլեկտիվը աշխատում է ել ավելի վստահ, ել ավելի այսպես նվիրվածությամբ։ Իսկ այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել մեր ծրագրի շատ ցանկալի հյուրին, մի անձնավորության, ում հետ մենք հաճույքով միշտ հանդիպում ենք, դե խոսքս իհարկե Արա Պապյանի մասին է, մեր լավագույն քաղաքագետներից մեկը, ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամը։ Բարև ձեզ, պարոն Պապյան։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Ուրախ եմ, իսկապես ուրախ եմ, որ մեր տաղավարում եք եւ գիտեք ինչն է ուրախացնում, որ ձեզ հետ մենք կարող ենք քննարկել ցանկացած տիպի հարցեր եւ դուք իմիջիալոց այդ հարցերին միշտ մեծ հաճույքով եք պատասխանում։ Դերևի մեր զրույցը սկսենք հայ-իրանական այդ զինավարություններով, ինչը ինչ որտեղ նաեւ մեզ ուրախացնում է, որ վերջապես մեր մոտ հարևանի հետ մենք նման հարաբերություններ ենք ստեղծել։ Խնդրեմ։ Այո, սա կարևոր իրադարձություն է, թեև այս զորավարժությունները նպատակ ունեն ահաբեկչության դեմ պայքարելու, բայց ակնհայտ է, որ սա սկիզբն է եւ նման աշխատանքը հիմք է դնում ավելի մեծ համագործակցության եւ զորակցության։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ իր համար անընդունելի կլինեն սահմանների փոփոխությունները, անընդունելի կլինի ըստ էության իրեն կտրելու Եվրոպա տանող այդ ճանապարհից, որտեղ ինքը չէր ուզենա միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի հույսին մնալ, ովքեր մեծ գիտեք քաղաքական անգամ տարածքային նկարտումներ ունեն Իրանի նկատմամբ։ Դրա համար սա գործնական քայլ է եւ նաեւ կարծում եմ սա լավ է այն առումով, որ այս լարվածության մեջ Արևմուտք Իրան լարվածության մեջ մի փոքր մեղմացում է բերում, որովհետև Արևմուտքն էլ հասկանում է, որ Հայաստանը կարող է լինել այն կետը, որի շուրջ որոշակի համագործակցություն կարող է ձևավորվել։ Ընդհանրապես ես կարծում եմ եւ ժամանակին առաջարկներ էլ արել են, որ Հայաստանը կարող է շատ ավելի մեծ դեր ստանձնել հարաբերությունների մեղմացման հարցում Իրան-Արևմուտք, Իրան մասնավորապես Միացյալ Նահանգներ, որովհետև այդ պատերազմը եթե լինի, Հայաստանը տուժողներից մեկն է լինելու, առաջինը, քանի որ կարծում եմ Ալիևը կփորձի պահը օգտագործել եւ հարձակվել Սյունիքի վրա, այդ մեծ աղմուկի տակ, որովհետև ինքը իր տարածքը տրամադրելու է առնվազն Իսրայելին հարվածնել հասցնելու եւ հետախուզում իրականացնելու Իրանի նկատմամբ, հետեւաբար դրա դեմ ինքը պիտի ինչ-որ բաներ ուզի եւ հասկանալի է, որ այդ բաները պիտի լինեն Հայաստանի հետ կապված, այսինքն Հայաստանի վրա հարձակվելու թույլտվություն եւ հնարավորություն եւ այլն։ Այնպես որ այս ընդհանրապես երկօրյա զորավարությունները կարող ասել լավ սկիզբ է, պարզապես պիտի տեսնենք ինչքան այն կխորանա եւ կընդլայնվի, բայց միևնույն ժամանակ այս ամբողջը, այսպես ասած, Արևմուտքի հետ միասին պիտի վերահսկվի եւ կանոնակարգվի, որտեղ հանկարծ դրա հակառակ լարվածությունը չառաջանա մյուս կողմում։ Պարոն Պապյան, կուզենայի, որ մենք խոսեինք նաև Միացյալ Նահանգների սահմանային քաղաքականության մասին, որտեղ Տրամպը անընդհատ շատ ինքնատիպ հայտարարություններով է հանդես գալիս։ Այդ քաղաքականությունը ինչ կարող է տալ մեզ եւ ընդհանրապես աշխարհին։
Ընդհանրապես այդ ինքնատիպ բառը Տրամպին շատ է վերաբերում, որովհետև Տրամպը իսկապես շատ ինքնատիպ է այս բառի լավ եւ վատ առումով։ Ինքնատիպ է այն առումով, օրինակ այսօր լուր կարդացի, որ ինքը մտադրություն ունի իր ծննդյան առիթով, օրինակ ռազմական շքերթ կազմակերպելու եւ այլն։ Այսինքն թվում է այդ մարդու համար քաղաքական ղեկավարությունը մի տեսակ ինքնաարտահայտման, ինքնաբավարարման ճանապարհ է։ Եւ կարծում եմ, որ ոչ միշտ են մինչեւ վերջ հաշվարկած իր քայլերը, որից ահագին բան աշխարհում տուժում է, թվում նաև մենք էլ որպես աշխարհի մաս, մասնավորապես այդ սակագները, որոնք միակողմանորեն ինքը մտածում էր, որ կլինեն լծակ եւ պատժամիջոց աշխարհի նկատմամբ, հարևանների, Կանադա, Մեքսիկա, ամենամեծ մրցակցի Չինաստան եւ այլն, բայց անդրադարձ չունենա բացական Ամերիկայի վրա, բայց էության մեջ չի կարող պատահի նման քաղաքականություն բացական չլինի եւ արդեն մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգներում ի վերջո տուժում են սպառողները, հատկապես միջին եւ միջինից ցածր եկամուտ ունեցողները, որտեվ սա բերում է այդ ապրանքների թանկացմանը։ Ասենք չինական ապրանքների սպառող այդ 1 տրիլիոն դոլարը, որ Միացյալ Նահանգներում ծախվում է, բնական է, չէ՞, որ այդ չինական ապրանքները առնում են, ասենք ավելի միջինից ցածր խավը, որովհետև ամենահարուստները իրենք նախընտրում են այլ, այսպես բրենդներ եւ այլ անուններ, հատուկ ինչ-որ ապրանքներ այլն։ Հետևաբար այս քաղաքականությունը հայտարարվում է մի կողմից, աղմկալից, մյուս կողմից նույն Թրամփը հայտարարում է, որ 90 օրով պետք է կասեցվի, այսինքն ինքը ինչ է ցույց տալի, ես իմ խոստումի տերը եղա, ասել էի սակագին եմ մտցնում, մտցրեցի, բայց միևնույն ժամանակ ընդառաջելով տարբեր կարծիքների եւ տեսակետների կասեցրել եմ, այսինքն ստացվում է, որ ինքը երկուստեք շահող է, բայց սա անորոշություն է բերում, համաշխարհային տնտեսության վրա Միացյալ Նահանգների ազդեցությունը շատ մեծ է եւ անորոշություն է բերում մեզ համար եւս, հիմա 10% հայաստանյան ապրանքների վրա, ասենք, մաքսատուրքերի մտցնելը, դա կազդի։ Ճիշտ է, մեր առևտուրը առանձնապես մեծ չի Միացյալ Նահանգների հետ, մենք նախանցյալ տարի 240 միլիոն դոլարի ապրանք ենք վաճառել Ամերիկա, անցյալ տարի 180, այն որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մեր տնտեսությունը զարգանում է, արտահանումը մեծանում է, բան, այդ Ամերիկայի եւ Արևմուտքի հաշվին չի մեծանում, մենք գնալով ավելի ու ավելի միակողմանորեն Ռուսաստանի հետ կախվածության մեջ ենք լինում։ Իսկ հաշվի առնելով, որ ռուսական շուկան էլ նեղացող, փոքրացող շուկա է, այն առումով, որ մարդիկ այդտեղ տարբեր պատճառներով աղքատանում են, գնողունակությունն ընկնում է, որտեղ ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ ընկնում է, իսկ բնականաբար մեզ դոլար է պետք, որովհետև շատ ապրանքների հումքը կամ սարքավորումները մենք դոլարով ենք գնում։ Այնպես որ Թրամփի այս քաղաքական անորոշությունները շատ է բերում եւ նաեւ վտանգներ այն առումով, որ ինքը կենտրոնացել է մի քանի հարցի վրա եւ հարավային Կովկասը հատկապես եթե Իրան-Ամերիկա բախումներ լինեն, կարող է դուրս մնալ ուշադրությունից եւ մեր թշնամիները կարող են այդ պահը օգտագործել, որը բնավ ցանկալի չէ։ Պարոն Պապյան, ես ուզում եմ նորից վերադառնանք մեր տարածաշրջանին եւ այս առումով վերջին հայտարարությունները հարևան երկրի Ադրբեջանի, որ շատ այսպես ստորացուցիչ են մեր նկատմամբ եւ այն պայմանագիրը, որ մերոնք ուզում են անպայման կնքել խաղաղության պայմանագիր կոչեցյալը, Ալիևը ասում է, ես ոչ միայն Հայաստանին չեմ վստահում, ես չեմ վստահում նաեւ այդ երկրի իշխանությանը, Փաշինյանին, այնպես որ իրենք շատ այսպես քմտիծաղով են ամեն ինչին մոտենում եւ այդ պայմանագիրը փաստորեն դա մեզ համար դառնում է միակողմանի կապիտուլյացիա։ Դուք համամիտ եք նման մտքի հետ։ Եվ ուզում եմ խոսեք նաեւ այդ պայմանագրի Լսում եք, ես կուզենայի խոսեիք նաեւ այդ պայմանագրի հետ կապված վերջին փոփոխությունների մասին։ Ես ինքս բազմիցս անդրադարձել եմ այդ հարցին եւ նշել եմ, որ խաղաղության պայմանագիրը եւ խաղաղությունը երկու տարբեր բաներ են։ Կարելի է ստորագրել տասնյակ փաստաթուղթ, բայց եթե կողմերը չունեն քաղաքական կամք
եւ ցանկություն խաղաղություն հաստատելու միշտ էլ պատրվակ կարելի է գտնել։ Ալիևը, որ ասում է չեմ վստահել, Ալիևը, որ անընդհատ կեղծ լուրեր է տարածում, որ իբր հայկական կողմից գնդակոծել իրենց դիրքերը, նույնը կարելի է անել հանգիստ որևէ փաստաթուղթ ստորագրելուց հետո։ Այսինքն կազմակերպել սիրուն մի սադրանք, ներկայացնել, որ իբր հայրը արձակվել են ադրբեջանական գյուղի վրա, մորթել են խաղաղ երկու ընտանիք, ցույց տալ մորթված գլուխները, այդ ամբողջը մեղադրել հայրին եւ հարձակվել։ Պատմության մեջ լիքը նման դեպքեր կան։ Իսկ այն, որ Ալիևը եւ Ադրբեջան եւ ժողովուրդը չի ուզում խաղաղություն, դա ակնհայտ է։ Բավական է մտնել ցանկացած սոցիալական ցանց ադրբեջանական, որտեղ քննարկումներ են, եւ դուք կտեսնեք այդ ատելության արհամարանքի չափը հայ ժողովրդի նկատմամբ։ Մենք էլ էինք հաղթել, 30 տարի առաջ հաղթել էինք, բայց մեր մոտ նման ատելություն, ել չեմ ասում, նման ստորացնելու ձգտում ադրբեջանցիների նկատմամբ երբևէ չի եղել։ Ընդհակառակը, մենք մեր հաղթանակը կարծեք չկարողացանք նյութականացնել որևէ փաստաթղթի ձևով, հենց հաղթանակի առաջին իսկ օրվանից, ենք զինադադարից մտածում էինք եւ բանակցում էինք, թե ինչը պիտի տանք, ինչի դիմաց։ Եվ ամբողջ քաղաքականությունն նա էր, որ տանք, բայց դիմացը մի քիչ շատ ստանանք։ Այսինքն էլի տալու քաղաքական Ադրբեջանն այդպես չի։ Եվ Ալիևը հասավ իր 17 կետերի ընդունմանը, բայց հայտարարեց մի անգամից, որ ինքը բոլորովին ցանկություն չունի ստորագրելու։ Ավելին, ինքը եւ իր բերանով եւ տարբեր կառույցների բերանով հնչեցվում է նորանոր պահանջներ, մասնավորապես պատահական չի, որ 22 թվականի դեկտեմբերին Ալիևը պաշտոնապես բացեց այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համանք կազմակերպության գրասենյակը, հսկայական նյութական, քարոզչական եւ այլ միջոցներ է տրամադրում, որոնք էլ Հայաստանի ամբողջ տարածքի նկատմամբ իրենց նկարտումներն են ցուցաբերում։ Այսինքն ոչ միայն այստեղ այսպես փափուկ այսպես 300,000 հոգու վերադարձի հարցն է իրենց տներն ու իրենց հայրենիքը, որը ըստ իրենց հայրը զավթել են, այլ նաև խոսքը գնում է, որ հայկական կողմը պիտի իր մեղքը ընդունի, պատժի պատերազմի հանցագործներին, իհարկե սա ճակերտների մեջ, ովքեր են պատերազմի հանցագործները, դրանք բոլոր նրանք են, ովքեր կռվել են Ադրբեջանի դեմ, պաշտպանել են իրենց հայրենիքը կամ ազատագրել են իրենց հայրենիքը։ Եվ սա այն բանի պատճառով, եւ ելի սա մասին խոսել ենք, որ մեր ամբողջ հայեցակարգը Արցախի հարցում, այսպես կոչված անկախ Արցախ սխալ է եղել, որտեղ անկախ Արցախ ինքնորոշող Արցախ նշանակում է դու ճանաչում ես, որ Արցախը Ադրբեջանի օրինական մաս է, պարզապես այդ տարածքում ապրող հայերը պիտի իրավունք ունենան ինքնորոշվելու, եւ հիմա իրենք մեղադրում են, ասում են դուք մեր տարածքը զավթել եք։ Այնինչ ըստ էության դա հայկական տարածք էր, ոչ միայն պատմականորեն, այլև ամենակարևորը նրա տիտղոսը ճանաչվել էր Հայաստանի Հանրապետության, որը օկուպացվել էր 1920 թվականին 11-րդ կարմիր ռուս-թուրքական բանակի կողմից, իսկ որ ասում եմ ռուս-թուրքական, ես սա պատահական չեմ ասում, այսինքն նրա զինվորների մեծ մասը նախկին Օսմանյան կայսրության ռազմագերիներն էին, որոնցից ձևավորվել էր այդ բանակը, որի գլխավորները բոլշևիկներն էին, եկան եւ համաշխարհային հեղափոխություն իրականացնելու մարմաճով գրավեցին Արցախը, խաբեցին, իրենցով արեցին։ Հիմա Նիկոլ Փաշինյանի այս քաղաքականությունը իբր խաղաղության պայմանագիրը համադարման է ամեն ինչի, մենք ամեն ինչ տանք ստորագրենք եւ ամեն ինչ լավ ալնելու, չաշխատող է։ Եվ Ալիևը այստեղ ազնիվ է, Ադրբեջանի ժողովուրդն էլ ազնիվ է, իրենք ասում են, որ սա մեզ համար բավարար չի, հենց առաջին տողը հայտարարություն արեց ուրեմն Արևմտյան Ադրբեջանի համայնքը, որ թեև Հայաստանը ընդունել է բոլոր 17 կետերը, այնուհանդերձ դա բավարար չէ եւ 9 կետ եւս տրեց։ Ինչա, որովհետեւ մեկը կասկածում է, որ եթե 9 կետերը Հայաստանն ընդունի եւս 9 չեն ավելանալու։ Յուրաքանչյուր այդ կետը, որ այդտեղ իրենք հնչեցնում են, դա Հայաստանի կործանման բանալի է եւ իրենք դրան են տանում։ Հիմա այստեղ հարց կառաջանա, իսկ ինչ պետք է անել։ Պետք է երկիրը զարգացնել,
Պետք է տնտեսություն զարգացնել, ռազմական արդյունաբերություն զարգացնել, չզբաղվել ինչ-որ բաներ, մուներ հարցերով, երբ որ մեր կառավարության նիստերն ես լսում, դրանք մենախոսություններ են, որտեղ դպրոցի կամ ավելի ճիշտ անգամ մանկապարտեզի դաստիարակը, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը, դաստիարակչական ինչ-որ խրատական ճառեր է կարդում կառավարության անդամների նկատմամբ, բաներ է բացատրում, խոհափիլիսոփայական մտքեր ասում եւ այլն եւ այլն։ Այս մարդիկ էլ նստած, մեծ մարդիկ են տարիքով եւ պաշտոնով, գլուխով էսպես են անում եւ ստորացված լսում են անհեթեթ բաներ։ Այ հա ինչ պիտի անել, պետքա վերջ տալ այդ ամբողջ խաղին եւ մասնագիտական կառավարում իրականացնել, առաջին հերթին նոր դաշնակիցներ ձեռք բերել, այսինքն ձևավորել նոր անվտանգային միջավայր եւ արդյունաբերությունը, ռազմաարդյունաբերությունը զարգացնել։ Ուրիշ ճար չկա։ Խաղաղությունը խարսխված է լինում միայն ռազմաքաղաքական հավասարակշռության վրա։ Այն խախտված է։ Եթե խախտված է, ամեն պահ հնարավոր է, որ պատերազմ լինի։ Այո։ Այո, իհարկե, իրավիճակը իսկապես շատ ցավալի է, չեմ խոսում այդ վերջին հոխորտանքներից, նույնիսկ ադրբեջանցի վերլուծաբաններից մի քանիսը գրում են, որ հայերը պետք է գոհ լինեն, որ Ադրբեջանը հնարավորություն է տալիս իրենց գոյատևել, զարգացնել իրենց երկիրը, որ նրանք ապրելու իրավունք են ստացել։ Պատկերացրեք, որտեղ է հասել այս ամեն ինչի, այսպես ասած, նպատակը։ Մեզ հաստորեն բաց կտով ասում են, որ ամեն վարքյան մենք ձեզ կարող ենք ոչնչացնել։ Այ խոսեցիք հաղթանակների մասին, մենք իսկապես մեր հաղթանակները այդպես էլ չգնահատեցինք, ավելին որոշ քաղաքական գործիչներ էլ այս ներկա իշխանություններից հայտարարում են, որ Արցախի պարտությունը դա մեր հաղթանակն է։ Պատկերացնում եք, ինչ մարազմատիկ մտքեր են այդ մարդիկ հնչեցնում։ Ցավալի է, բայց այսօր այո, հնչեցվում են մտքեր, որ տարիներ առաջ պատկերացնել պարզապես չէր լինի։ Այդ դրանցից մեկը հենց դա է, ներկայացնել իբր Արցախը որպես բեռ եւ իբր այդ բեռից ազատվելը Հայաստանին բերում է ինչ-որ առավելություններ։ Այո, հայրենիք պահելը ծանր գործ է, հայրենիք պահելը զոհ է պահանջում, բայց Արցախը եթե մի կողմ դնենք Արցախի ներսում բավականին բացասական երևույթներ եւ այլն, բայց ընդհանուր առմամբ դա Հայաստանի արևելյան սահմանների անվտանգության երաշխավորներ։ Քանի կար Արցախը, Սյունիքը վտանգված չէր, որ նշանակում է Հայաստանի գոյությունը վտանգված չէր։ Բոլորը հասկանում էին, որ այսինքն միասնական Հայաստանը մեկ այլ երևույթ է, իսկ Հայաստան առանց Արցախի մարզի այլ երևույթ, որտեղ հիմա արդեն սպառնալիքները գնում է Սյունիքի նկատմամբ։ Մենք առաջի հարցում խոսեցինք, շոշափեցինք հայ-իրանական զորավարժությունները, որի նպատակը ինչն է՝ կանխել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Սյունիքի գրավումը, որտեղ անգամ Իրանն է հասկանում, որ դա ինչ ծանր հետևանքներ կունենա իր համար ծանր հետևանքներ, բայց Հայաստանի համար դա կարող է լինի, ինչ ասեմ, մահացու հարված։ Եվ այստեղ ոչ միայն ռազմական, որը բնականաբար արդեն Հայաստանը ստեյցիան կհայտնվի պարկի մեջ, այլ նաև տնտեսական։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի բյուջեի մուտքերի մեծ մասը հանքահումքային ռեսուրսներից են։ Օրինակ, ասենք նույն ագարակի պղինձամոլիբդենային կոմբինատ, նույն եւ այլն։ Այսինքն այդ պղինձն ու մոլիբդենը, որ Հայաստանը արտահանում է տարեկան հարյուրավոր միլիոնների, իսկ եթե ճիշտ արտահանվեր ոչ թե օֆշորների միջոցով, այլ շուկայական գնով, դրանք միլիարդների հասնող են, այդ ամբողջը տեղակայված է, գտնվում է Զանգեզուրում։ Այդ նշանակում է Հայաստանը զրկվելու է եկամուտի հիմնական աղբյուրից եւ պատահական չի, որ Ադրբեջանը աչք այդտեղ դրե, որտեվ կրկնում եմ Հայաստանի հանքահումքային ռեսուրսների համախառն արժեքը, դրանց շուկայական գինը ավելի շատ է, քան Ադրբեջանի նավթագազային ամբողջ պաշարները միասին վերցրած։ Հիմա ո՞նց եղավ, որ Ադրբեջանի նավթն ու գազը Ադրբեջանին բերեց հսկայական միլիարդավոր դոլարների եկամուտներ,
այդ թվում 3.5, հիմա արդեն 7.2 միլիարդ դոլարի ռազմական բյուջե, իսկ Հայաստանի այդ հանքերը վարձու տրվեցին 100 տարով ինչ որ անհայտ օֆշորային ընկերությունների, որոնք էլ վաճառում են օֆշորի միջոցով շուկայականից մի քանի անգամ էժան գնով խտանյութը եւ յուրացնում են այդ հսկայական գումարները, այ որ գանք այն մյուս հարցին, որ ինչ պիտի անել, որտեվ ասել են, չէ, դուք քննադատում եք, չեք ասում ինչ պիտի ան, փոխել օրենքը, խորհրդարանն էլ թույլ չտալ օֆշորի միջոցով հանքահումքային ռեսուրսի վաճառք, գոյություն ունեն հումքային շուկաներ, տվյալ օրվա աճուրդի գնով վաճառել ուղղակի այդ աճուրդում, եւ ոչ թե մի քանի անգամ էժան գնով վաճառել, ասենք անհայտ ընկերությունների ինչ որ անհայտ անանուն գրանցված գրասենյակների վրա կլինի այդ մեծ գումար փողը ճիշտ կազմակերպման դեպքում կարելի է 1-2 տարում ունենալ հզոր բանակ 7 տարի Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ է 7 տարվա ընթացքում որևէ հարց չի լուծվել ցավոք սրտի բայց դա իրականություն է այո Պարոն Պապյան, հիշատակեցիք Սյունիքը իսկապես վտանգված է նաև այդ հատվածը Հայաստանի, բայց ցավալին այն է, որ որոշ հայ քաղաքական գործիչներ անպակորգար այդպիսի խոսքեր են ասում, Սյունիքը դա հայկական է։ Պատկերացնում եք, մարդիկ կան, որ կասկածում են Սյունիքը հայկական լինելու այդ գաղափարի հետ։ Լավ, երբեք չեք հասկանում, ինչ եք դուք խոսում։ Սյունիքը միշտ էլ եղել է հայկական եւ Հայաստանի անբաժանելի մասը։ Եվ այսօր պատահական չէ, որ մեր թշնամիները ամեն կերպ ձգտում են տիրանալ Սյունիքին, որովհետեւ նա տիրանա Սյունիքին, նա փաստորեն կտիրանա Հարավային Կովկասին, նա իր կամքը կթելադրի մյուսներին։ Այս ամենը մեր իշխանությունները ցավոք ոչ միայն չեն հասկանում, այլ անընդհատ փորձում են ձեր ասած տալու քաղաքականությունով ամեն ինչ այսպես հանձնել ճշնամուն։ Ես չգիտեմ, Սյունիքի հարցը ի վերջո այնքան է հասունացել, որ անգամ մյուս երկրները, Թուրքիան, Միացյալ Նահանգները, Ռուսաստան, բոլորը հասկանում են, որ Սյունիքին պետք է իրենք ինչ անեն, որ տիրապետեն, բայց մեր իշխանությունները նորից լռում են եւ նորից փորձում են կատարել Ալիևի Կարևորությունը Սյունիքի ակնհայտ է, մենք դա տեսանք նաև նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների դեսպանի եւ Ֆրանսիայի դեսպանի այցով, մենք դա տեսնում ենք Ռուսաստանի ձգտումով Կապանում հիպատոսարան բացելու նման ցանկությունների նաև Ֆրանսիան ունի եւ այլոք, այդ կարևորությունը, երբ որ նայում ենք քարտեզին, այդ փոքր հողակտորը երկու կարևորագույն գործառույթ ունի Մյուսը Հայաստանը, այսինքն մեկը կապում է Հայաստանը Իրանի հետ, որի մասին ասացինք Իրանը շատ կարևորում է, բայց կա նաև մեկ այլ հարց, դա այդ թուրք-թուրանական աշխարհը այդ փոքր հողակտորով իրարից բաժանում է։ Եվ հայության այն տրամաբանությունը միտքը, որ Ռուսաստանը պիտի շահագրգռված լինի, որ Սյունիքը եւ մեծ Սյունիքի մաս հանդիսացող Արցախը լինի հայկական, որտեվ այդ Ռուսաստանին սպառնող ծրագրերի դեմը ընդհանուր առմամբ ճիշտ էր, բայց հարցը հետեւյալը, իսկ ով ասեց, որ Ռուսաստանում այսօր նստած են մարդիկ, ովքեր ճիշտ են մտածում, այսինքն պետության շահի մասին են մտածում եւ ոչ թե սեփական գրպանի շահի։ Իսկ կոռումպացված Ռուսաստանում մեծ փողերով ամեն ինչ հնարավոր է եւ ցավոք սրտի տեղ ունեցավ այն, ինչ էլի գալիս ենք անպատկերացնելի շարքից, երբ որ Ռուսաստանը իր դաշնակից Հայաստանին դավաճանելով փորձ է անում իր թշնամի Ադրբեջանի հետ բարեկամանալ։ Հնարավոր չէ։ Երբ որ շահերը տարբեր են, այլ ես կասեի իրարամերժ, չի կարող լինել տևական երկարատև դաշնակցային հարաբերություններ։ Ադրբեջանը սիրուն ձևով Ռուսաստանին խոստումներ տալով հասավ իր ուզածին, նույնը արեց Թուրքիան եւ այսօր երկուսն է Ռուսաստանից երես են թեքում եւ Ռուսաստանը Հարավային Կովկասում ըստ էության այսօր այլևս չունի բարեկամներ, որը նաեւ վտանգում է Հայաստանին, որովհետեւ առնվազն 2-300 տարի
այլ անվտանգային համակարգ էր ձևավորել Հայաստանը, քան այսօր գոյություն ունի, հիմա պիտի ձևավորի մեկ այլ համակարգ, որի համար խոսակցությունները շատ կան, բայց քայլեր քիչ են տեսնում, ճիշտն ասած։ Այո։ Այ անվտանգային ծրագրի մասին խոսեցիք, Հայաստանը չունի մի այդպիսի ծրագիր 10, 15, 25 տարում, որ մենք իմանանք, որ մեր երկիրը անվտանգային այսպես փուլ է թևակողում եւ կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը, բայց ինչ է խանգարում, որ մենք դա ունենանք։ Միթե այս ապաշնոր կառավարությունը չի ուզում իր տեղը զիջել այն մարդկանց, ովքեր կարող են այդ ծրագիրը իրականություն դարձնել։ Չէ, զիջելու մասին խոսք չի կարող լինել, ինչ զիջել, իրենք ամեն գնով, կեղծիքներով, խախտումներով, վարչական ռեսուրսի օգտագործան, ամեն ինչ անում են, որ մնան իշխանության եւ Գյումրի ընտրությունները բացահայտորեն դա ցույց տվեցին, այսինքն որ ամեն հնարավոր ու անհնար միջոցների դիմեց իշխանությունը, բանակի ներգրավվածություն, ջավախքից հազարավոր մարդկանց բերել ժամանակավոր գրանցել ընտրություններ մասնակցել, ոստիկանության ներգրավվածություն, պետական միջոցներով խոստումներ տալ եւ ինչ որ աշխատանքներ անել դրանով մարդկանց գրավել, պետական պաշտոնյաներին, այսինքն այդ առողջապահություն, կրթություն մարդկանց ստանել այդ ամբողջը բանը։ Այստեղ խնդիրը միայն այն հարցը չէ, որ իրանք չեն ուզում։ Խնդիրն այն է, որ իրենք չեն էլ ուզում լսեն, չեն էլ ուզում հասկանան ինչ են անելու, իրենց նպատակը մի նպատակ կա, պահել իշխանությունը։ Հիմա Հայաստանը կլինի այդ ընթացքում 42,000 թե 12,000 քառակուսի կիլոմետր, մեծ առումով իրենց չի հետաքրքրում, որտեվ իրենք անկախ նրանց Հայաստանը ինչքան փոքր ու աղքատ կլինի, իրենք պարգևավճարները ստանալու են, իրենց աշխատավարձները ստանալու են, իրենց ճամփորդություններն ունենալու են, իրենց կաշառքները ստանալու են, վարկերը վերցնելու են, յուրացնելու են, անելու են, անկախ կրկնում եմ, պետության տարածքային չափսից եւ բնակչության թվից։ Եվ իրենք այդպես են մտածում եւ իրենք ասում են մի կյանք ապրում ենք, բա մեզ պետք է, դե մեզ պետք չի ասելով էտա, վերջում էլ ինչպես շատերը միտեղ գտնեն կգնան իրանց համար կապրեն, ինչա փողները չերիքում, հիմա այնքան փող ունեն, որ նախկինները կերազեին այդ թվերն ունենալ։ Այո։ Դե ես առանձնապես տարբերություն չեմ դնում նախկինների եւ ներկաների միջեւ, որտեղ միշտ ասել եմ ու ասում եմ, որ այս ներկաները նախկինների շարունակությունն են, որտեղ մենք գիտենք, թե ինչպես իշխանության եկավ Փաշինյանը։ Բոլորը գիտեն այդ մասին, բայց լռում են, որովհետեւ մտածում են դե լավ, մենք մեր գլուխը պահենք, թող ինչ ուզում է լինի։ Այդպես չի կարելի բարեկամներ, եւ ես ուրախ եմ, որ մեր այսօրվա հյուրը այն անձանցից է, ով երբեք չի լռում։ Նա միշտ ասում է ճշմարտությունը, իսկ ճշմարտություն ասելը մեր օրերում հավատացեք, դա պարզապես հերոսություն է, որտեղ ճշմարտության մասին խոսող անձանց միշտ փորձում են ամեն կերպ այսպես մեկուսացնել։ Պարոն Պապյան, դուք ձեր մաշկի վրա զգացել եք, թե որքան դժվար է ճշմարտություն ասելը, եւ շնորհակալ եմ, որ դուք չնայած բոլոր տեսակի այդ ճնշումներին մնում եք հավատարիմ ձեր սկզբունքներին։ Ես էլ շնորհակալ եմ հնարավորության համար, որ սա փորձում ենք բացահայտել, բայց ես մի անգամ եւս դիմում եմ ժողովրդին, որ անհատ մարդը երբեք չի կարող ապահով եւ երջանք լինել, եթե հայրենիքը վտանգված է եւ հայրենի ամբողջ ժողովուրդը դժբախտ է։ Հնարավոր չէ անհատական երջանկություն եւ ապահովություն, այդ ամբողջության մեջ է։ Ինչու են մարդիկ ձգտում գնալ արևմտյան երկրներ բարեկեցիկ կյանքի հետևից, որտեղ այնտեղ իր բոլոր թերություններով հանդերձ բոլորի համար է դա ստեղծվում։ Մեզ մոտ ցավոք սրտի, այսպես ասած, վերնախավային կյանքը ուրիշ է, ժողովրդի կյանքը ուրիշ է։ Եվ այն մարդիկ, ովքեր որ պայքարում են, որ հայրենիքը մնա կանգուն, հայրենիքը լինի պաշտպանված, ցավոք սրտի հենց այդ նույն իշխանությունները հանգով ժողովրդի կողմից հաճախ անտեսվում են, բայց ժողովուրդը կրկնում են, պիտի հասկանա, որ ինքն է խնդրի լուծողը։ Այո, մենք պատրաստ ենք անել մեր հնարավորը անհնարինը եւս, բայց ժողովուրդը ինքը պիտի զանգվածաբար պայքարի իրավունքների համար, որպեսզի հաջողություն լինի։ Հուսանք, որ առաջիկայում կտեսնենք նման փոփոխություններ։ Պարոն Պապյան,
Շնորհակալ եմ, որ դուք ունեք նման դիրքորոշում եւ պիտի ասեմ, որ ազգային ժողովրդավարական բևեռն էլ ամեն ինչ անում է, որպեսզի օգտակար լինի իր ժողովրդին եւ այդ աշխատանքի արդյունքները մենք կարծում եմ շուտով նույնպես կտեսնենք։ Ձեզ ամենայն բարին։ Շնորհակալություն, միասնաբար պիտի տեսնենք մեր հայրենիքի վերելքը։ Եվ սիրելի բարեկամներ, մեր հանրահայտ քաղաքագետներից մեկը ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանն էր այսօր Փակ TV-ի եթերում։ Սպասեք նրան իհարկե առաջիկայում նույնպես։ Այսօր այսքանը, ցտեսություն։